Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել Գյումրի համայնքի արտահերթ ընտրությանը մասնակցելու փաթեթը։ Ցուցակը կգլխավորի Գյումրի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։ Ցուցակում ընդգրկված են նաև քաղաքական թիմի անդամներ, Գյումրիում հայտնի հարգանք եւ ճանաչում վայելող մարդիկ, անդրադառնալով հարցին նշեց Նազելի Բաղդասարյանը։ Ինքը եւս ցուցակում է, բայց նախավերջին համարը։ Ցուցակում է Շիրակի մարզպետը, ես եմ ցուցակում մեր ազգային ժողովի падգամավորները, նախկին փոխնախարարը, որը կրկին Շիրակի մարզպետ է եղել Հովհաննես Հարությունյանը, այսինքն քաղաքական թիմը, այն մարդիկ, որոնք եւ օրենսդիրում եւ գործադիրում աշխատանքային փորձ են ունեցել եւ գիտելիք ունեն տալու, ցուցակում են, ինչու որովհետեւ նույնիսկ մեր նախընտրական ծրագիրը համատեղ թիմային է մշակվել։ Անդրադառնալով խոսակցություններին, թե Գյումրի ընտրություններին ընդառաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում եւս խմորումներ կան, Բաղդասարյանը դրանք որակեց զին ու դատարկ։ Պատասխանեց նաև հարցին, թե արդյոք ՔՊ-ն ունի բավարար վստահություն Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում։ Վստահությունը այն վերաբերմունքն է, որը գյումրեցին ունի մեր հանդեպ։ Վստահությունը մենք կտեսնենք մարտի 30-ին, այսինքն ընտրությունների կանխորոշում, ենթադրությունների դաշտ չէ, այլ մենք տեսնում ենք այն վերաբերմունքը, որը քաղաքը ունի մեր նկատմամբ, եւ մենք տեսնում ենք այն հսկայածավալ աշխատանքը, որը կատարվել է Գյումրիում։ Անդրադառնալով Գյումրիում անցկացված նախնական ընտրություններին, որի արդյունքում Սարիկ Մինասյանը նշանակվեց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, Բաղդասարյանը նկատեց, իրենք այդ հարցը կարող էին լուծել առանց պրայմերիզի, բայց գնացին այդ ճանապարհով, քանի որ կարևորում էին ժողովրդի կամքը։ Պաշտոնակատարի նշանակումը այս պարագայում վարչապետի կողմից կարող էր արվել առանց որևէ պրայմերիզի, բայց եթե մենք գնում ենք ժողովրդի մոտ եւ փորձում ենք նույնիսկ ժողովրդի ձայնը լսելով այդ որոշումը կայացնել, անգամ դա լավ չի ընդունվում։ Նույնիսկ պրայմերիզին մենք չունենք ինչ-որ սահմանափակում։ Տեսեք, Սարիկ Մինասյանը, ով քաղաքացիական պայմանագրի անդամ չէր, եկավ մասնակցեց, միգուցե պարոն Մինասյանի մոտ էլ այդ ժամանակ ինչ-որ կասկածներ եղել են, թե կարող է ինչ-որ մի բան այլ ձևով գնա, բայց վառ ապացույց մենք ունենք օրինակ, երբ որ եկել է մասնակցել է, պրայմերիզում ստացել է առավելագույն արդյունք, նշանակվել է պաշտոնակատար, ինչու՞մն է խնդիրը։ Լրագրողների դիտարկմանը, թե արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը նախկինում սատարում էր կառավարող ուժին, իսկ հիմա անդիմություն է դարձել, որ հետագայում դառնա իշխանության արբանյակը, Նազելի Բաղդասարյանն արձագանքեց։ Եթե Արտյոմ Թումանյանի հետ կապված քաղաքական ուժը ինչ վերապահումներ չունենար, պարոն Թումանյանը նույնպես ընդգրկված կլիներ մեր պրայմերիզում, փակ տեղեկատվություն չեմ ասում, դիմել է, փաստաթղթերը ներկայացրել է, բայց վարչությունը այլ որոշում է կայացել, չեմ տիրապետում այդ պատճառը, որը ընդդիմություն է դարձել, բայց ես ձեզ կխնդրեմ նաև գնաք հետաքրքրվեք, թե պարոն Թումանյանը որ թաղում է ապրում եւ ում հարևանությամբ, իսկ կարող է ընդդիմության կողմից է ներդրված, որ մեր ձայները տանի։ Նազելի Բաղդասարյանը անդրադարձավ նաև իր գրառումներից մեկին, որտեղ նշել էր, թե գյումրեցիները լավ են հիշում, ով որ թվին ինչքան է թալանել եւ այդ մասին կան բազմաթիվ քրեական գործեր, որոնցով անցնում են նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը այս ընտրությանը կգլխավորի Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Պարոն Ղուկասյանը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ ես չէի ուզում քաղաքականություն մտնել, ինձ ստիպեցին, գործերս փորեցին, չեմ կարող ինչպես էքսպրեսիայով խոսել, բայց խնդրում եմ նկատեք, ինքը ասում է գործերը սկսեցին փորել, ճնշել, խեղդել, խլել եւ ես մտա քաղաքականություն։ Հիմա եկեք հասկանանք, քաղաքական որևէ հետապնդման տեղ տեսնում եք, ընդհակառակը մարդը, որպեսզի իր ունեցվածքը ենթադրաբար այդ չարաշահումները փորձի քողարկել, այդ ապօրինությունները փորձի ներկայացնել քաղաքական շղարշի ներքո, մտել է քաղաքականություն, որ վաղը մյուսօր եթե ինչ-որ քրեական գործերով անմեղության կանխավարկածը պահենք, եթե ինչ-որ ընթացք ունենան, ասեն թե քաղաքական հետապնդում էր։ Ես խնդրում եմ մի բան էլ հաշվի առնենք, այս պահի հայտարարությունները ես անում եմ որպես գյումրեցի եւ քաղաքացի, ոչ որպես վարչապետի խոսնակ։ Անդրադառնալով իր հասցեին Վարդան Ղուկասյանի հնչեցրած սպառնալիքներին, Բաղդասարյանը նկատեց։ Վարդան Ղուկասյանը ոչ միայն այս փուլում է սպառնացել, այլ անձամբ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ, այդ թվում նաև իմ երեխայի հետ կապված դեպքը հիշում եք, եւ քրեական ենթամշակույթի մասին օրենքն էի զեկուցում։ Այո, այսինքն այդ սպառնալիքների սովորենք, բայց ես վստահորեն ասելու եմ, մենք, այսինքն ժողովուրդը, այսինքն իշխանությունը, որտեղ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, թույլ չենք տալու, որպեսզի այդ 99-ից 2012 թվականների այդ կրիմինալը վերադառնա քաղաք։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։